Եվ այսպես Ռոբերտ Քոչարյանը անվտանգային երաշխիքներ է առաջարկում Հայաստանի Հանրապետությանը, հարգելի հեռուստադիտողներ, Արցախի Հանրապետության առաջին եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որի շրջանակներում անդրադարձել է 44-օրյա պատերազմին, նախապատերազմական իրողություններին, պատերազմական մենեջմենտին, հետպատերազմական գործողություններին, բանակցային գործողություններին, նրան թե ինչպես մենք ունեինք հնարավորություն պահել Արցախը հայկական, եթե կյանքի կոչենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ նրան թե ինչ իրավիճակում ենք մենք հիմա օգոստոսի 8-ին ստորագրած փաստաթղթից հետո հարգելի հեռուստադիտողներ երևի գաղտնիք բացահայտած չենք լինի եթե նշենք հետեւյալը որ ծայրահեղական մոտեցումները շատ են օգոստոսի 8-ի եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթերի համատեքստում ոմանք օրինակ նույնիսկ այսօր հայտարարեցին որ ոչ ոք չի չեղարկել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այլ ֆետիշիզացնում են օգոստոսի 8-ի պայմանագիրը նշելով որ եթե այդ պայմանագիրը կյանքի չկոչվի ապա մեր պետականությունը առհասարակ տապալվելու է Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը այս առումով ինքը այսպես ձևակերպենք մեղմ ասած մի փոքր տարբերվում է այն հիմնական առաջարկներից, մտորումներից, որոնք կան հանրային քաղաքական դիսկուրսում ինչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը արդարացիորեն նշում է հետեւյալը որ բարդ է պատկերացնել որ այս տեսակ պայմանավորվածությունները կարող են կյանքի կոչվել առանց միջազգային երաշխիքների մեխանիզմի որովհետև փաստացի այս պահի դրությամբ օգոստոսի 8-ին ձեռ բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը կապված է մեկ մարդու տրամադրությունից, ցանկությունից կամ ինչպես նախագահ Քոչարյանն էր ասում, նրանից թե պուլտի որ կնոպկային է սեղմելու, խոսքը Ադրբեջանի նախագահի մասին է։ Իհարկե, իրենից է կախված, թե օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն թե չէ, ինչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը ներառել այս գործընթացում ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, բայց ինչը կարևոր է, ոչ թե պարզապես վկայի կարգավիճակում, սա էլ չմոռանանք, որովհետև ճիշտ է Դոնալդ Տրամպը WhatsApp-ի իր հեռախոսահամարը տվել է Նիկոլ Փաշինյանին, բայց տվել է նաև Իլհամ Ալիևին, ինքը այս պայմանագրի շրջանակներում անվտանգության երաշխավոր չէ։ Հիմա եթե Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը ելնելով իրենց իսկ տնտեսական շահերից, իրենց ցանկությունից նաեւ տնտեսական կոոպերացիա ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, իսկ ոչ ոք չի հերքում որ թե Ռուսաստանը, թե Չինաստանը ունեն ցանկություն տնտեսական կոոպերացիայի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, փորձել լինել այն կետը, որտեղ մենք այսպես ձևակերպենք կխաղանք ոչ թե այս կամ այն պետության հակասությունների վրա, այլ շահերի համընկման վրա։ Եկեք այսա ֆիքսենք եւ նաեւ խոսենք Ռոբերտ Քոչարյանի կողմից նախկինում արված այլ առաջարկների մասին եւ փորձենք այս ամեն ինչը մեկ ընդհանուր համակարգի շրջանակներում դիտարկենք։ Իր նախորդ ասուլիսի ժամանակ նախագահ Քոչարյանը առաջարկեց նաեւ հետեւյալը, որ Դոնալդ Տրամպի այդ կոչվող ուղին թրիպը ինքը այսպես երկարաձգվի, ավելի երկար դառնա, մենք երաս ջուլֆա գծով հնարավորություն ունենանք հասնել Իրան, Իրանից այնտեղ արդեն հասնենք Ռուսաստանի Դաշնություն, այսինքն այնպիսի կոմունիկացիաների համակարգ ձևավորենք, որոնցից կօգտվի եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան, եւ Հայաստանի Հանրապետությունը, եւ Իրանը, եւ Ռուսաստանը, սա երկրորդ կարևորագույն բաղադրիչներից մեկը կարող է լինել անվտանգային երաշխիքները եւ երրորդ կարևորագույն բաղադրիչը, եկեք հիմա վերադառնանք 2022 թվականի Ռոբերտ Քոչարյանի կողմից արված այլ գնահատականները հիշենք ինչ էր ասում նախագահ Քոչարյանը, որ ելնելով ստեղծված իրավիճակից, ելնելով նաև ուկրաինական պատերազմի թաթերաբեմում ընթացող զարգացումներից, հնարավոր է ինչ-որ մի պահի անհրաժեշտություն առաջանա Հայաստան-Ռուսաստան ռազմավարական այս համագործակցության ֆորմատում ներառել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, այսինքն ստեղծել անվտանգային որոշակի նոր ճարտարապետություն Հարավային Կովկասում, այսպես ասած անվտանգային եռանկյունի Մոսկվա, Թեհրան, Հայաստանի Հանրապետություն, բայց նաև տրամաբանությունը հուշում է, որ առանց բանակի արդիականացման դու չես կարող իրանական եւ ռուսական բանակի հետ համատեղ ինչ-որ գործողություններ իրականացնես կամ հավասարի հետ դաշնակցային հարաբերություններ ունենաս այս պետությունների հետ, այսինքն եկեք այս ամենը համադրենք եւ նշենք հետեւյալը, որ ինչ են ասում իշխանությունները, ասում են լավ իսկ դուք ինչ եք առաջարկում, ձեր առաջարկածը պատերազմ է, դուք պատերազմ եք ուզում, եթե դուք մեզ չընտրեք պատերազմ է լինելու, այս է իրենց հիմնական քարոզչական թեզերը, բայց մենք տեսնում ենք, որ Քոչարյանի կողմից առաջ քաշված թեզերը այլընտրանքային առաջարկ են, այլընտրանքային առաջարկ, որը թույլ կտա կառուցել նոր անվտանգային ճարտարապետություն, որը իր հերթին հնարավորություն կտա Հայաստանի համար հարատևություն ապահովել, իսկ առանց դրա անհնար է պատկերացնել, թե դու ինչպես կզարգացնես տնտեսական համակարգը, քաղաքացիների կյանքը ինչպես կբարելավես, հետևաբար արձանագրեք
Քոչարյանը առաջարկում է անվտանգային երաշխիքներ Հայաստանին, որոնք բաղկացած են մի շարք կոմպոնենտներից՝ Ռուսաստան, Իրան, Հայաստան անվտանգային համակարգ, կոմունիկացիաների շարունակում մինչև Ռուսաստանի Դաշնություն։ Թրիպը ոչ ոք չի չեղարկում, բայց մենք էլ հնարավորություն պետք է ունենանք Ադրբեջանով կապվել Ռուսաստանի Դաշնության հետ եւ ինչպես արդեն նշվեց, Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Չինաստանը պետք է լինեն անվտանգության երաշխիքները օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների, բայց կա եւս մի չափազանց կարևոր նրբերանգ, որի մասին բոլորը պետք է միշտ հիշեն եւ ասեն. իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Ժողովուրդը ինքը պետք է ընտրություն կատարի եւ որոշի, որ տարբերակն է նա ընտրում, որովհետեւ Հայաստանը շարունակի դառնալ տարբեր թե տարածաշրջանային, թե արտատարածաշրջանային խաղացողների հակասությունների դրսևորման թաթերաբեմ, թե Հայաստանի Հանրապետությունը ընտրում է կոմպլեմենտարիզմը եւ փորձում է իր համար շահ քաղել տարբեր թե տարածաշրջանային, թե արտատարածաշրջանային խաղացողների համագործակցությունից եւ տնտեսական կոոպերացիայից։ Մտածեք այդ մասին։